Առասարակ այս պաուզան ինչքան ձգվում է, ինքը ես կարծում եմ բավականին վատ ռեպուտացիոն ռիսկեր է պարունակում եւ կոնկրետ մարդկանց համար, եւ այն ուժերի կամ մարդկանց համար, ում հետ իրենց ասոցիացնում են այդ մարդկանց իրավացիորեն կամ ուռճացված, այսպես ասեմ։ Այս առումով ես կարծում եմ ոչ միայն լրջագույն առնվազն ռեպուտացիոն ռիսկ է, իսկ հաշվի առնելով, որ առաջիկայում պետք է որ լինեն ինչ-որ ընտրություններ, անկախ նրանից դա բանի արդյունքում է լինելու այդ ընտրությունը, եթե արտահերթ եղավ զանգվածային փողոցային ուզում եմ ասեմ գործողությունների արդյունքում է լինելու, թե ընտրությունները զուգորդվելու են փողոցային բաներով, ակցիաներով, գործողություններով, թե այլ բան, միևնույն է, այս Գյումրիի ընտրություններում յուրաքանչյուրի վարքագիծը ֆիքսվելու է, արձանագրվելու է եւ համապետականի ժամանակ այդ խոսակցությունները նորից բարձրանալու են։ Այս Գյումրիի ընտրություններից հետո այս պաուզան կարա շատերին բարձրացնի, շատ բարձրացնի, բայց կարող է նաև քաղաքական առումով թաղի։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ ամեն դեպքում այս պաուզան մի տեսակ շատ է ձգձգվում արդեն առհասարակ։ Երբ որ բան է լինում, վակուում է լինում, երբ որ անորոշություն է լինում, ինֆորմացիայի դեֆիցիտ է լինում, բնականաբար առաջանում են տարբեր վարկածներ, տարբեր խոսակցություններ, իսկ սոցիալական ցանցերի ժամանակահատվածում դարում էլի, հա, այդ խոսակցությունները իրենք բանում են հայտնվում, վարկյանական արագությամբ հայտնվում են այդ սոցիալական ցանցերում, ու եթե նույնիսկ որևէ հիմք չունեն, հիմնազուրկ են լրիվ, իրականում կարող է լրիվ ուրիշ պրոցեսներ է գնում, բայց ինչ-որ մեկը գցում է բան, դա դառնում է խոսակցության առիթ, սկսում են բանավիճել, բանման եւ այլն, հետո շատ բարդ է լինում որևէ մեկին համոզել, որ իրականում ասենք թե այնտեղ ոչ թե այս ինչ պրոցեսներ գնում, այլ օրինակ զգայուն թեմա էր, մարդը փորձում էր որոշեր, թե որ ձևակերպումով իրավիճակից դուրս գալ, որովհետեւ ես երեկ էի դրա մասին ասում մի հատ հարցազրույցում, գիտեք, ես կարծում եմ տվյալ պարագայում ավելի շատ կա դեմքը պահպանելու խնդիր նաև, face saving-ի բանը, ու այստեղ ես կարծում եմ ամեն դեպքում բոլոր շահագրգիռ կողմերը պետք է շատ ճկունը լինեն ու շատ զգույշ, հաշվի առնելով, որ այստեղ ոչ այդքան գուցե քաղաքական բան կա, քաղաքական ինչ-որ ֆոն կա, ինչքան անձնավորված, սենց տեղական կոլորիտից բխող եւ այլն, ու հասկանում ենք բոլորս։ Նուրբ թեմա է, զգայուն թեմա է,